Բարև ձեզ։ Մենք այսօր հյուր ենք գնալու նկարիչ Միրան Ավետիսյանի տուն։ Տուն արվեստանոց, զանգեմ ճշտեմ որ հարկը։ Նա ինչ սիրուն լվացքա։ Մի քիչ էլ։ Նկարիչ, հաստատ չկա։ Այո, ճիշտ է։ Միրան Ավետիսյանի տան փնտրտուքներով։ Գնացինք դեպք։ 47B, 47B։ Հաջող ձեզ։ Բարև ձեզ, որ խնդրեմ կբացենք, մենք հաղորդում ենք ուզում նկարել, ուզում ենք բարձրանանք Միրան Ավետիսյանենց տուն։ Բարև ձեզ, ես Էլենն եմ։ Գիտեք ձեզ ինչ դժվարությամբ գտանք։ Անունը իրա։ Ինչ? Վախ, ջես, ինչ լավն ես դու։ Հələ ինչ լավն է։ Նայ, մի հատ նկարի խնդրում եմ։ Մի հատ էլ արա տենց։ Այս նկարները վաղուց վայա, 80 չի են սրան։ Ժամանակմանից տենց աբստրակցիա սիրուն է։ Հա, հասկացա։ Մի անգամից այս աչքս ծակեց, ինչի ունեք։ Ես դատում ասա։ Դուք նաև լուսանկարում եք։ Մի ժամանակ լուսանկարում է, հետո որ կա սկսեց օպերատորացիան զբաղվել, տվեց սիրուն։ Ուզեք գնանք արվեստանոց, ձեր արվեստանոցը վերևում է։ Եկեք։ Հա, այս կողմով ենք գնալու։ Ես էլ սպասում եմ, որ այն մի կողմից ենք գնալու։ Չի գալիս շունիկը։ Չէ, ինքը չի կարող ստել, յա։ Ոյ, այս ինչ վտանգավոր է։ Չէ, կոմանաս։ Կարողանալու եք դուք բարձրանալ ձերքդ դուր։ Հրնեմ։ Այ։ Դուք նվագում եք նաև։ Հա։ Այստեղ դուք աշխատում եք։ Հա։ Այս ամենանոր Կիսատ բաներ, որ կա թողում եմ ես ամենակ ավարտված, ես ավարտված, սրանք ես։ Որն են ամենանոր նկարները, որ արել եք։ Սրանք այս սպիտակները։ Իսկ ձեր աշխատելու process-ը ո՞նց է իրականացվում, օրինակ դուք ամեն օր աշխատում եք, թե երբ որ տրամադրություն ունենաք կամ։ Չէ, տրամադրությունը մի քիչ բան, ասենք որ պարտադրես քեզ 2 րոպե նստես, Հա։ ինքը իրան կգա, էլի։ Հա, բայց տենց է ստացվում, որ ամեն օր դուք աշխատում եք։ Եթե ժամանակ ունենամ, ամեն օր կաշխատեմ։ Շատ լավն է ձեր արվեստանոցը։ Այ մի քիչ փոքր է, բայց իմ համար լավ է, ես դժգոհ Չէ, շատ լավն է։ Մեկ դաժե ասում եմ, բա որ էսի չլինի ինչ տաներ, ունեցի կա։ Հետո լավը որ բարձանում եմ, փակում եմ, մեր կենցաղի հետ գործ չունեմ, էլի։ Ճիշտ է։ Իսկ ձեզ մարդիկ խանգարում են ստեղծագործելու ընթացքում, օրինակ, եթե արվեստանոց չունենեք, տանը ստեղծագործեիք։ Մենակ եմ սիրում, խոսակցում չեմ սիրում։ Ինձ օրինակ եթե զրուցում եմ նկարում, ես չեմ կարում։ Հա։ Իսկ երաժշտություն չեք լսում ընթացքում։ Մեկ մի բա օրինակ ես միջև այս ցուցահանդեսը որ արեցի, վերջի ցուցահանդեսը էլի Pink Floyd-ը լսում, տես նկարում է։ Հետո որ հետաքրքրվեցի տես նկարիչները, Կանդինսկին, բան շատ էին գրում ձենը ու գույնը էլի։ Դրա հետո զգացի որ մեծ ծրագիր կար արնի, որ նոտաների մասին եք ասում, հա։ Բացես, կարդաս ու նկարես, նոտաները նկարես, էլի արդեն այնքան խորանաս։ Պատկերացնում ինչով այդ, հա։ Դե օրինակ ամեն ձեն իր
չափ ունի ու գույն ունի։ Ասենք դոն սառնա, լենա, մեծա, չէ, իսկ ինչ է մի հատ բարակ տաք գույնա, կարմիր դեղին սենց էլի, այդտեղից կարաս սկսես նկարել։ Հետաքրքիր կան, չէ, ասենք նոտան բացում ես, ասենք բախա ու սկսում ես նկարել։ Նոտաներին նայում։ Շատ հետաքրքիր բան եք ասում։ Հիմնականում ինչի մասին են ձեր նկարները։ Կանք։ Իսկ ինչն է օրինակ ձեզ ստիպում կամ ոգեշնչում, որ ինչ որ միտքա ծագում սկզբում երևի այստեղ հետո նոր սկսում եք նկարել։ Ցանկացած բան, ցանկացած ձեր հետ շփում է, իրանց տենալ է։ Այդ սա ինձ նյութ է տալի, հետո նկարել։ Իսկ հերթականությունը ճիշտ մտածեցի թե չէ։ Որ սկզբից տեղ է լինում, հետո նոր թե օրինակ լինում է նաև այնպես որ նստում եք կտավի դիմաց ու հետ ընթացքում հասկանում եք ինչի մասին պետք է նկարեք։ Օրինակ ես կոնկրետ ասեմ, այս մեր զրույցը, ասենք կարող եմ 2-3 օրից մի շաբաթից մեկը մոտը սկսի բան անել ու սկսեմ նկարել։ Ինչ հետաքրքիր է, ինչ սենց էր տենց։ Ինչ որ մի նկարի մասին կուզեք պատմել, չգիտեմ, որ ամենաշատն եք սիրում կամ ամենաշատն է ձեզ տպավորել ձեր։ Ասենք որ նկարում եմ process-ի ժամանակ փոխվում եմ ես էլի, ասենք ինձ պահարնում, ասենք օրինակ փափուկ կլոր ֆորմաներա դուրս գալիս, տենց օրինակ սրանք լրիվ հակառակն են։ Այսի ավելի շատ կուբիստական է։ Օրինակ հիմա տենց է դուրս գալիս էլի։ Հա։ Գտնում եմ էսա, բայց գնում եմ մինիմալի ես, էլի, ինչքան քիչ անես, այդքան Շատ դրակալից ձեր գունային գույները շատ համադրություններ։ Հիմա նայեք, այստեղ, կոնտենտերիցնում ենք, այս քանդակային էլի։ Որ գոլեգաներիս հետ ասեմ տենց խոսում է, Աշոտ ունենք հարություններ, լավ քանդագործը մետաղ է սիրում, էլի, մետաղից է քանդակում։ Ասի ես արդեն εμείς ցուցահանդեսից անունը գիտեմ էլի, ասեց ոնց է, ասեց ավալի հարցության վրա։ Դու ասեցի հակառակ ես անում, ես տենց ասեց ոնց։ Ասի ես ուզում եմ քանդակեմ գույնով, մետաղի ֆակտուրա բանը, բայց նկար անեմ, էլի, այս քանդակը օրինակ։ Մետաղի քանդակը երկու ֆիգուրայով Մեկ է մի հատ հետաքրքիր բան կա, որ անընդհատ մոտս դիալոգ է նկարների մեջ, անընդհատ երկու հոգի պետք է լինեն ինչ-որ։ Հա, որ նայեք կզգաք։ Երբևէ եղել է, որ դուք արդեն ունենաք պատկերը ձեր մտքում, նյութը, ինչի մասին պետք է նկարեք, բայց այն ինչ որ կստացվի արդյունքը կտավի վրա լրիվ այլ բան լինի։ Կարող է տենց։ Ընթացքում կարա փոխվի, էլի, ասենք ես սկսում եմ ինչ որ ուզում եմ անել, հետո տեսնում եմ, որ ավելի հետաքրքիր ճանապարհ է տանում, ինքը շատ է ուղղորդում է, էլի, որ սկսում ես նկարել, ոնց որ կտավը քեզ տանում է ուրիշ տեղ, տանում է այնտեղ, տանում է սենց, էլի։ Հա։ Բայց դե պրինցիպալն է դու ուզում ես հետ գաս քոնին, որ պնդում ես, ինքն էլ ասում է, չէ, գցենք սենց արա, մեկը դնում ես իր առաջարկածի մեջ ավելի հետաքրքիր բաներ կա, էլի։ Համաձայն եմ այն մտքի հետ, որ դուք ասացիք քիչ բանով շատ բան ցույց տալ։ Հիմնականում այդպես էլ լինում է, ու մենակ նկարչության մեջ չէ։ Իրականում թեկուզ, չգիտեմ, որ դերասանական արվեստում շատ մինիմալ էմոցիան շատ մեծ բան կարա ցույց տա։ Ու դա երբ որ վերցնում ես կյանքի գլոբալ ինչ որ դիտարկում ես կյանքի տեսանկյունից, իսկապես այդպես է։ Ինձ չափազանց դուր է գալիս այդ միտքը, որ դուք ասացիք։ Տենց նույն բան ասեց ինձ Իգիթյանը, տենց կատալոգ էինք նայում այդ ցուցահանդեսերը։ Թերթեց, մեկը սենց խիտ շատ ֆիզիկական աշխատանք տարած նկարեր։ Ասեց սա ոնց է, ասե գենից ինչ շատ է տանջվել, այսքան աշխատել ու ոչ մի բան չասել, մեկը սենց նայեց վրես, ասեց կգաս հետս այդքան կենդանց Բայց դա շատ լավ եք ասել, այսքան աշխատել ու ոչ մի բան չասել։ Օй, շատ լավն է։
ասեցի ոնց որ հետաքրքիր է, դա քիչ մի երկու հատ ֆորմա էր դրած։ Ասում եմ նա այս մարդը մի երկու հատ ֆորմա է դրել, ուստի նա ինչքան ինչ արի։ Անդեր sense լիքը նկարել էր, մարդիկ, բաներ sense ջրում։ Ասես նայում շուն չկտրվում է, չեմ ուզում նայեմ, էլի։ Իսկ դուք երբևէ միտք չեք ունեցել սև ու սպիտակով, որտեղ ձեր մոդելակերակշռում գույն գրաֆիկան է։ Հիմա օրինակ քիչ եմ անում, առաջ հավուր շատ էր էլի։ Ուզում եք մի հատ գնամ ընդես մի հատ նկար բերեմ ձեզ ցույց։ Եկեք։ Այս երևի 80 թիվ է։ Այն ժամանակ 71։ Այդ ժամանակ դե Մինասի Սարանը այդալդության տակին ճայրին։ Երիտասարդ այդտենց։ Էսի լավն էր բայց։ Շատ, այս գույները կարմիր աշուն է ինձ թվում է։ Շենքերը շատ լավն է, էսա։ Բանը, այդպես գրավում է, թե կարմիր։ Հա, շատ։ Ինձ շատ դուր եկավ, տակ ինչ որ ջերմ բան աստեղ մտնորով մի գիտեմ դից ինչ որ։ Մեր մոտ հիմա էդի պակասում է օրինակ, էլի ասենք, այսօրվա նկարիչների մասին է խոսքը, որ ասենք մենք նայում ենք դրսի նկարիչներին ու տենց ենք շարժվում, էլի ասենք, դե համաշխարհային ինքը նկարչությունը արվեստը вообще փոքր է, երկրագույնը փոքր է արվեստի համար, էլի տենց ասեմ, որտեղ էս թվացալ է թսկա երկրագույնի վրա ընդամենը 3-4 դպրոց կա, ասենք ֆրանսիական հոլանդական, իտալական ու վсё էլի, այսինքն երկրագույնը փոքր է։ Ու մենք էսի սկսեցինք կորցնել։ Հայկականությունը սկսեց կորել էլի արվեստի մեջ։ Ասենք հիմա որ նայում ես ցուցահանդեսես, մեկը սուլաժակցեն ֆրանսիացի, մեկը հոլանդացի, մեկը ամերիկացի, մեկը ու իսկ նա առաջ որ մտնում էին ցուցահանդես նայում ես, սա կախած նկարներից հասկանում եք ով է հայ նկարը։ Էս հայա ու գնում ենք նայում ենք դնում ենք հայերը որտեղ դա բնավորությունն է հայերի չէ ամեն դեպքում մենք բոլորս էլ ձգտում ենք ուրիշ օտարամոլ չասեմ բայց դե օտարամոլ դե լավ ես էլ եմ գնում դրան բայց հիմա օրինակ ուզում եմ պահեմ գոնե գույնով պահեմ այն ինչ որ ունեցել ենք էլի ակունքը էլի որ կորցնես ճիշտ է այդ շատ կարևոր է այս անսահման ջերմ նկարը իրոք շատ ինձ դուր եկավ ոչ մի սառնություն մեջը չկա ուրեմն ինձ կատալոգա ցույց տալի Էգիցյանը ասում է նայ մեր հայ նկարիչների կատալոգն է տպել են Ֆրանսիայում Փարիզում Ես է ոգևորվեցի, ասի, հա, բան լավ, ասեցել է ծիտուրնի լիստը նայ, դիմացը ով է, Թաթևացում անհրաժեշտությունն է։ Ասում է այդ մարդիկ զորով ասում են, որ ձեր abstraction էս է։ Իրենք ինչ են անում, էլի, բան, տենց կատակով բանով, ասես լուրջ, ինքը որ նկարեր նայում չէր կարող բանաներ, ինքս սուտ ասել կամ խափել կամ բան։ Անենց անկեղծ չոտքից չտեսնում էր։ Այդ լավ է։ Դե հա, բայց ու Ճիշտ ասում եմ, բայց լավ։ Հա։ Եկեք տեղափոխվենք ձեր մանկություն։ Որտեղ եք ծնվել։ Բաքվում։ Հետո բաժանվել եմ, մայրս երկու երեխա վերցրել է, եկել է Հայաստան։ Հայրս քանի որ ասմայի պրոբլեմա ունեցել, մնացել այնտեղ։ Որ դպրոցն եք գնացել։ 38 ռուսական դպրոց։ Հետաքրքիր է, չէ՞։ Լավ ոնց է ձեր մանկությունը ինչ հիշողություններ ունեք։ Լավ։ Մանկությունը շատ լավ է։ Մայրս ոտի կանգնացրեց ինձ իր քրոջս այդտենց։ Լավ։ Սովորեցինք, ավարտեցինք, մարդ դառանք, էլի տենց ասում։ Իսկ երբանից եք սկսել նկարել։ Մի հատ նկար ունեմ, 8 տարեկանում եմ նկարել, մի հատ ծաղիկ ունենք, տենց աղկամանով, ընտանը։ Ես էդի վերցրի նկարել եմ, այդտենց։ Էդի տենց կտրտել էր մաման պահում էր, բայց հիմա չեմ կարող գտնել որտեղ։ Բայց հետաքրքիր էր, քույրս անընդհատ հետս բան էր անում, որ ինքն ավելի լավ նկարել։ Հա, ձեր քույրն էլ է նկարում։ Չէ, ինքը տարիքով մեծ է։
ինքը տանջում էր բաներ անում դեռ այդ գիտեմ մանկապարտեզում նկարում էր բան որ ապացուցի որ ես ավելի լավն եմ ես նայում ես ստուց թուղթը վերցնում եմ ձեռքից ասում եմ այս sense նայ նկարում եմ ասում եմ իսկ ոնց որոշեցիք երբ որոշեցիք որ ուզում եք նկարիչ դառնալ նկարչությամբ զբաղվելու այդ ուղղությամբ շարունակել դա դպրոցում էր արդեն մի հատ լավ ուսուցիչ ունեի ռուսական դպրոցում գնացի Նիկոլայ Նիկոլաևիչ Բրեժնևի ազգանունն էր էլի բայց շատ լավ մարդ էր գիրտ հավեսի մարդ էր ինչ առարկայի ուսուցիչ էր ինքը գծագրություն ու նկարչություն էր սկզբից նկարչություն հետո փոխեցին գծագրության արդեն 8-րդ դասարանային չեմ հիշում ինչ եղավ ու անընդհատ ինձ ցածր էր դնում էլի ոնց նկարում էի ինչ անում էի դե принципе տենեցն էր որ ասենք ընդհանուր երեխեքս լավ են նկարում էլի մարդ կար որ վաշի բան չէր կարող անել 5 էր դնում ինձ 4 3 տար էլի տենց մի օր երեխեքս մեկը ասեց բա Նիկոլայ Նիկոլաևիչ ինչ եք իրեն ցածր դնում ինքը ամենալավն է նկարում ասեց ավիցան արիստեղ գնացի ասեց համաձայն ես ասեցի հա տեսեք նկարը դրեցի դեմ ու այն կողքինը ցույց տվեցի ասեցի որն է լավ ասեց ուզում ես քեզ 5 դնեմ ասեց որ դնեմ դու էլ չես նկարի ասես ասում ես քեզ 4 եմ դնում դու հա բանես անում ավելի լավ հետո որ ասեց ինչ ես ուզում դառնաս կյանքում բավարար բան ասեցի նկարիչ վերջը տենց հասցրեց նրան որ ասեց գործեր այդ կվերցնես կտանես տելևիզիոն ասի Նիկոլայ Նիկոլաևիչ չեմ ընդունի ասես բայց ինչի՞ այդպես մտածում որ չեք ընդունում դե որտեվ գիտեի ով է դասին Կոջյանի դպրոցը ավարտած տալիս էին ես շարքային բայց ընդունվեցի հետո հենց առաջի կիսամյակի ջրաներկի գործերը բերեցի ասես կբերես գործերը կանայում ասի հա sense լիքը տարա տվեցի ասես Նիկոլայ Նիկոլաևիչ նայեք sense թերթեց գցեց sense ասեց սուտ ես խոսում ես դու չես նկարել ասի ես եմ նկարել ոչ ինտես ասեց ես դες նկարել լավ է ասեց դեռ ես որ ասի կտանես կտաս մի բան գիտեի Թերլեմեզյանից հետո ինչ արեցիք Թերլեմեզյանից հետո գնացի բանակ 77-ին ավարտեցի 78-ին գնացի 2 տարի ծառայեցի սովետական Փուշուցին դից հիմար բան կյանքում չեմ որ առաջ ասում էին նկարում էինք այնտեղ հա դե արվեստանոցունի հետ է մենակ լավը արվեստանոցունի այն էլ ինչ արվե կլուբի կեսին արվեստանոց մեծ պատանելու դե մեծ նկարածս ինչ էր սահմանապահ ավտոմատ բայց էլի այդ լավ էր որ ոնց որ աշխատելու փորձ էի ձեր կարա sense ասում ազատության այդ սահմանափակումների մեջ ստեղծագործողը ավելի ազատ է սկսում մտածել հա բարը գուցե չգիտեմ չի կարողանում ինքը ստեղծագործել ազատ բայց միտքը ավելի է sense ընդլայնվում սա հետո եկա գնալուց տեխնիկային թատրոնում աշխատեցի մոտ մի 6 ամիս նկարիչ բեմի նկարիչ բեմել եմ արել այդ մայիս Սարգսյանցում գլխավոր նկարիչներ ոնց որ տեխնիկներ ինքը էլ հենց էս կլոր աչքերով Սենց մազերը մի քիչ երկար, ճպ բայց տարբերվում է, չէ՞, այդ լրիվ ուրիշ մասնագիտություններ են, նկարիչ ու բեմի նկարիչ, այդ իսկ ձեր կնոջ հետ ո՞նց եք ծանոթացել։ Կնոջից իմացել եմ հələ մանկապ, չէ, դպրոցից։ Փոքր երևի մի 3-4 դասարան է։ Գերոջս ձեր մանկության սերն է։ Քուչ է։ Գերոջս քուրն է, էլի։ Հիմա դաժե որ 30 տարի ենք արդեն ապրում։
որ ասում դու սենց շորեր ուներ, ասեց ո՞նց ես հիշում, ասեց տենց դպրոց էր գնում, գալիս էր դուսը խաղում էր, մեկը Գագոն աղբեր է, ասեց աղջի ջան, դու փուճուր էր, այդ մարդը իմ ընկերն էր արդեն, դա չէր տենում քեզ, ասում եմ որ այդ ժամանակմանից էր այստեղ, Ահա չէ։ տենց Կպատմեք ինչ-որ հետաքրքիր բան ձեր երիտասարդ տարիներից, ինչ էիք անում, ինչ ընկերական շրջապատ ունեիք, որտեղ էիք հավաքվում։ Ահա, դա էլ այդ է, տելևիզիոնում էր արդեն որ սովորում էինք, հա, այդ ժամանակ դե իմպրեսիոնիզմ բան, այդ դեղ էինք անցնում էլի, ոնց որ ասենք 60-ին դասանից մենք էլ այդ սերունդը արդեն գիտեինք Ֆրանսիա, Ար, Բարգեզինյան դպրոց, Ֆրանսիայում էինք ոնց որ էլի։ Ու միշտ կաֆեներում նստած նավրոսկիկ էինք նկարում էինք մատից։ Մի հատ հա սրճարան էինք, թե բանի մոտելներ։ Մանք չէ, բժշկական ինստիտուտի մոտել, երկրորդ հարգում շատ զիլ տեղ էր սիրում։ Մի անգամ իրիկունը տղեկով գնացինք, նստեցինք, մի քիչ նկարեցինք, բան, հետո գնացինք դու Մյուս օրը առավոտել եմ, փոխանակ դասի այդան, պապկես լիքը թուղթ դրեցի, մատիտս վերցին, ուղիղ այդ սրճարանը։ Սուրճս վերցեցի, նստեց, սկսեցի նկարել, հետո մի օր, երկու էս ծախողները։ Պերֆեկտ մստական հաճախորդ։ Բարև ձեզ նստեք ընդդեմ, մեկը դաժե որ նկարում էի, ասում մարդկար ուզում էր հելներ, ասում էր աղջի ջան, մի չէ նստի, ինչ ես մտածում նկարում եմ, հա։ Հետո տղեկին ասի, տղեկ, Մուլեր ռուժի նման մի հատ տեղ եմ գտել, այդանք, ուր ենք գտնում, ասեք այդանք գտնա, գնացինք սենց դուխով մտա, ասեցի 4 հատ սուրի, ասում անգերների դեր ես բերը, ասի հա, եկան, արես ինչ ես արել, մի շաբաթա դասի չես գալու ուր ես, ասի կերևա, անցավ այդ, մեր դասախոսներից մեկ ասեց, ասես Միրան, ես ինչքան ժամանակա դասի չես գալու, ուր ես պապկես դրեցի Ցոլակ Հազյանի դեմը, ասեց ստեղ էի, մեկ է սկսեց թերթել, յա, այդ որտեղ ասա, Բազա մենք էլ գնանք։ Ինձ կպատմեք Փարաջանովի ու ձեր հանդիպման մասին։ Հա, Էջմիածին եկել էր ֆիլմեր։ Գերես այդ ժամանակ Վազգեն առաջինի գավազանակիրն էր, ասեց ուզում ես Անջարի հետ ծանոթանաս, ծիծաղացինք, ասի, ինչ անջար բան, ասես Փարաջանով հետ, ասի ձեռս առնում բան, Հա, չհավատացիք։ Չէ, ասեց հենց հիմա ստեղ ֆիլմ անում, նացրմորտներ է դնում, Կոմիտասի առարկաները, սեփական են, դե ինքն է միշտ օրիգինալ էր, չէ նկարում, ասենք եթե բրիլյանտներ դերնի, պիտի օրիգինալ բրիլյանտ, եթե ձիա պիտի արաբական արնի, էլի տենց է։ Վերջ հելա գնացի, ասեց հենա վեհարանի մոտ նացրմորտը դրել է, ասում առավոտ բանից դրել է ուրեմն, կամերան պայել է, հիմա արևը շարժվում է, ասում ինքը կամերա հետ, սա որ պտտվում է, միջև մութը ընգնել էլի, ու սենց համբերատար, բան, հետո գնացինք իր այդ կելը ասածը, խոցը էլի տենց ասեմ, խոցը ոնն է, ոնց որ Եվրոպան տենց հյուրանոց չկա։ Ապարանք։ Հա էլի, մտանք, մեկը տնան վիդեո մագով, բանով, սարները բացեցի տնան կոնյակ, շամպանսկի շարեց, արասի ինչ ճկնել ես ճկնում, բան դուստեր բան, ասեց հեսա գալու է, մեկը մտավ, դի պատրաստում են, մտքից մեջ է բան արաս կենտանի հանճար, լիքը մարդկա չի տեսել, հիմա գալու է ու մեկը մտավ, ոնց որ մի հատ Ես շատ եմ սիրում եմ, մարշրուտնի շոֆեր։ Իսկ այս ձեռն ես ինձ հետևը դրած կուրտ են գցած ուսերին, ուրեմն սարոշկին մեկը դուսը, մեկը շալվարի մեջ, ոտասները տապոչկի նման հակար շնորհուկները սենց քանդած, սենց քրքրստալով մտավ, շուրեկավ նայեց, ասեց «Добрый день»։ Ու մեկը «Ситуация բանին ասում, էլի մեր ընկերոջը։ Ты здесь этот вайкель, да?» Мекes ես նայես կողքին, да, неплохая կելի, мне бы такую ասեց։ Այս տիպ էր, հետո նստեց, դե բնական է, նկարչություն բան, ասեց եթե ես չնկարեի, ասեց ես տենց ֆիլմ չէի անի, ֆիլմեր չէի կարան անել, էլի։ Հետո հիշացրինք, որ միտեղ
բոսխի նման կադրեր ունի ինքը, դարի ասեց հա ճիշտ ես, բանը, հետո նռան գույնը գնացի, դե սկսեց ճնշել են բանենար է սենց են, ես բանը չդիմացավ, ասմա ճիշտ է, որ դուք սենց պրոբլեմ բանում եք, նայեց վրեն, ասեց վիտո ածեց, ասեց, գցենք, ինձ ինչով պտի նստասնեին, մեր մոտ պոլիցիսկի չի կարա նստի, ասում ամենաձեռնոտ բանն էր ասում, այդ կլիման դնային վրես ու հա նստասնային, ասում տենց է նստեցի, աստորեն ոչ մի առովչական բան չի ունեցել, այդ տենց են նստացրել։ Ձեզ դուր են գալիս երիտասարդ նկարիչները, հիմա մեր ժամանակակից, ինչ խորհուրդ կտաք, երիտասարդները, անպայման թող տարերը սովորեն, հետո բարեր, հա, անպայման է այդ։ Թող հետո տենց չնկարեն, բայց թող… Լավ, հասկացա, Հետի դնում ես ծալում ես մի կողմ, նոր սկսում ես, բայց գրագիտությունը պետք է, դա այդ երևում է, նկարել, վրցինի շարժումից է երևում այդ։ Հիմական օրինակ տենց երիտասարդներ, ես մինիմալիզմ եմ անում, մի հատ սեր բան ես, ներկած մի հատ պլյուս է։ Մոտիկանում ես նայում ես ոնց է վրցինը շարժի, չես ուզում այդ նկարին նայել։ Հասկացա, հա։ Այդ տեխնիկական էլ է, դե միտքն է ինչ ասա։ Դե միտքն էլ ամեն մեկը ոնց կարա։ Հա, ինչքան տվել է, էլի, տենց է։ Շատ շնորհակալություն։ Ասում եմ, վիշի գալավին իպրին ուշել է, տենց է։ Ոնց անես, այդ չափը պայելու է ինքը։ Դու այսքան ես կանեմ, այսքան է։ Դե հա։ Շատ շնորհակալություն, որ մեզ հյուրընկալեցիք։ Պրոբլեմ չկա, համեցեք։ Ինձ համար հրաշալի օր էր, ճիշտ եմ ասում։ Ես տենց անվերջ կխոսամ ձեզ հետ, հա, լուրջ։ Այո, եւ ինչպես ասեց մեր հյուրը, ամեն իրավիճակում կփրկի հումորը։